Կառավարությունը քննարկել է նաև Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի առաջարկը։ Մինչև այդ մամուլին նախարարն ասել էր, թե պատճառը քաղաքական չէ և չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներ ևս կվերամիավորվեն, քանի որ կասկածներ էին տարածվում, որ համայնքը խոշորացվում է տեղական մարմնի ընտրությունում քաղաքացիական պայմանագրի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։ Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել, ասել է նա։ Պարոն Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Վաղարշապատում սպասվելիք ընտրությունների մասին է խոսել։ Իշխող ուժը պատրաստվում է քվորում չապահովել նիստերի ընթացքում, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն, բայց արդեն ոչ միայն Վաղարշապատի, այլև Վաղարշապատի և Փարաքարի միջոցով խոշորացված համայնքի։ Վաղարշապատը մեր միակ համայնքն է, որը ըստ տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր եւ մենք փորձում ենք ուրեմն այս ձևով բերել են նույն տրամաբանության մեջ, ինչով աշխատում ենք ամբողջապես։ Տեսեք, մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում եւ 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերաբերվելու են։ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է լինելու քաղաքացիական պայմանագրի թեկնածուն։ Ըստ Խուդատյանի նա Խոյ գյուղի բնակիչ է։ Խուդատյանը վստահ է մարզպետի պաշտոնը չեն իջեցնում։ Յուրաքանչյուրի համար երանելի պատիվ է ընտրությունների ձայները ստանալ, իսկ մարզպետը նշանակովի պաշտոն է։ Պարոն Մեխակյանը արդեն այդպիսի հնարավորություն ստացել է Խոյում եւ հաջողությամբ իրականացել է բազմաթիվ ծրագրեր, որի մասին կհաստատեն բնակիչները, այլ կարգավիճակով համայնքի ղեկավարի տեղակալի կարգավիճակով հնարավորություն է ունեցել ծառայելու էջմիածնեցիներին եւ էջմիածնեցիները վստահաբար այդ ծառայությունը դրական են հիշում եւ միավորման պարագայում ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն, քան պարոն Մեխակյանն է, հնարավոր չի ուղղակի կայացնել։ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատի համայնքի ղեկավար դառնալու համար պետք է, որ Խոյն ու Վաղարշապատը միավորվեն, այսինքն թեկնածուն պետք է լինի համայնքի բնակիչ։ Չնայած նախարարն ասում է, համայնքի միավորման եւ Մեխակյանի թեկնածության որոշումներն իրար հետ կապ չունեն։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։